martirio armeno con il rito della proclamazione a dottore della Chiesa di San Gregorio di Narek, messa celebrata dal Santo Padre Francesco e concelebrata da Sua Beatitudine Nerses Bedros XIX alla presenza di Sua Santità Carechin II e Sua Santità Aram I. Fra qualche istante l'inizio della celebrazione, dopodiché, dopo l'atto penitenziale, ci sarà il rito della proclamazione a dottore della Chiesa di San Gregorio di Narek. Ma seguiamo insieme questa Eucaristia che si va ad aprire, vi ricordo, in diretta dalla Basilica Vaticana. Հարգելի հեռուստադիտողներ, այս պահից սկսած ուղիղ միացումով Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարից կարող եք հետևել հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված Սուրբ Պատարագի արարողությանը։ Ես Մաշտոց Վահե Ղազարյանն եմ, Հայաստանի հայ-կաթողիկե եկեղեցու առաջնորդ, գերաշնորհ Տեր Ռաֆայել arczepiskopos Մինասյանի քարտուղարը, եւ այս ամբողջ ընթացքում ձեզ կներկայացնեմ բուն արարողության մանրամասները։ Ահա տեսնում եք, արարողությունը սկիզբ է առել եւ Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի եւ Կիլիկիո Մեծիտանն կաթողիկոս Արամ Առաջինի ուղեկցությամբ մտնում է Սուրբ Պետրոս Մայր տաճար, սկսելու համար Սուրբ Պատարագի արարողությունը։ Աննախադեպ մի արարողություն, որը առաջին անգամ է կատարվում կաթողիկե եկեղեցու Մայր տաճար Սուրբ Պետրոս եկեղեցում։ Այս կիրակի, որ Զատկից հետո երկրորդ կիրակին է, կաթողիկե աշխարհը տոնում է Աստվածային ողորմության տոնը եւ ընտրվել է այս կիրակին հայացես Սուրբ Պատարագը մատուցելու համար, հիշելու համար, որ ցեղասպանության խաչակրությունից հետո հայ ժողովուրդը Աստվածային ողորմությամբ հարություն է առել։
Սրբազան Պապը խնկարկում է Սուրբ Խորանը եւ ներկաներին այդպիսով սկիզբ տալու համար Սուրբ Պատարագի արարողությանը։ Լատինական երգեցողությունները կատարում է Վատիկանի Պապական երգչախումբը, իսկ հետո հայկական ծեսի շարականները երգելու է Գյումրիից ժամանած Տիրամայր Հայաստանի երգչախումբը։ Nomine Patris et Filii et Spiritus Sancti. Amen. Pax vobis. Cari fratelli e sorelle armeni, Սիրելի հայ եղբայրներ եւ քույրեր, in diverse occasioni ho definito questo tempo come un tempo di guerra. տարբեր առիթներով այս ժամանակը, որ ապրում ենք, ես սահմանել եմ որպես պատերազմի ժամանակաշրջան, ai crimini efferati, որովհետև այս ժամանակաշրջանում e alla follia ներկա della ենք distruzione. ավերածությունների խենթությանը, որոնք ցավոք Sentiamo il grido soffocato այսօր e եւս trascurato շարունակվում են։ di tanti nostri fratelli e sorelle inermi che a causa della loro fede in Cristo Մեր քրիստոնյա եղբայրներից շատերը եւ նաեւ իրենց ազգային պատկանելության համար դաժանորեն սպանվում են, գլխատվում են, խաչվում են, կենթանի այրվում են կամ տեղահանվում են բռնի կերպով։ Այսօր եւս ցավոք սրտի una sorta di դեռ genocidio ապրում ենք մի տեսակ ցեղասպանություն, որի պատճառը համընդհանուր անտարբերությունն է եւ մեղսակից լռությունը այն կայանների, որոնք ասում են իմ գործը չէ։ La nostra umanità ha vissuto nel secolo scorso Մեր մարդկությունը անցյալ դարում ապրել է 3 մեծագույն չլսված ողբերգություններ։ Առաջինը quella che generalmente viene considerata come il primo genocidio del Առաջինը, որ համընդհանուր ձևով սահմանվում է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, որի զոհ գնաց ձեր ազգը, քրիստոնյա առաջին ազգը, որին
Զոհ գնացին նաև հույներն ու ասորիները, sacerdoti, որի ժամանակ սպանվել են եպիսկոպոսներ, քահանաներ, կանայք, ծերեր եւ նույնիսկ անպաշտպան երեխաներ։ Le altre due Mյուս furono երկուսը quelle perpetrate dal nazismo e dallo stalinismo. Մյուս երկուսի E più recentemente altri պատասխանատուն stermini di նացիզմը massa, եւ կոմունիզմն էին, come quelli in ստալինիզմը, Cambogia, in Ruanda, որին in Burundi, հետևեցին in նաև Bosnia. ուրիշ ցեղասպանություններ։ Eppure sembra che l'umanità non riesca a cessare di versare sangue innocente. Եվ թվում է, թե մարդկությունը չի դադարում Sembra che անմեղ արյուն l'entusiasmo սփռելուց։ sorto alla fine della seconda guerra mondiale si stia scomparendo e dissolvendosi. Pare che la famiglia umana Թվում է, թե մարդկային rifiuti di ընտանիքը imparare dai propri errori մերժում է սովորել causati իր dalla սխալներից։ legge del terrore. E così ancora oggi Եվ այսօր c'è եւս chi cerca di տակավին eliminare i կան propri ոմանք, simboli որ con l'aiuto di alcuni ջանք e են con il թափում silenzio վերացնելու իրենց complice նմաններին։ di altri che rimangono spettatori. Մեղսակցությամբ նրանց, ովքեր Non abbiamo անտարբերությամբ ancora imparato չեն գործում։ che la guerra è una follia. Դեռ չենք սովորել, որ պատերազմը մի խենթություն է։ Cari fedeli armeni, Սիրելի հայ հավատացյալներ, oggi ricordiamo Այսօր con հիշում cuore ենք trafitto dal dolore, խոցված ma սրտով, colmo della ցավից speranza nel խոցված Signore սրտով, risorto, բայց հարություն առած Տիրոջ il հանդեպ հույսով centesimo di quel tragico evento այդ ողբերգության di հարյուրամյակը, quell'immane folle sterminio che i vostri այդ antenati անծայրածիր hanno խենթ crudelmente ողբերգության, որին զոհ գնացին ձեր patito. նախահայրերը, Ricordarli è necessario, հիշելը պարտադիր է, anzi մանավանդ թե perché պարտականություն է, laddove non sussiste la memoria որովհետև ուր significa հիշատակ che il չկա, male tiene ancora այնտեղ aperta la ferita. չարիքը դեռ բաց է պահում վերքը։ Nascondere o negare il male è come lasciare che una ferita continui a Ծածկել sanguinare senza հանցանքը medicarla. նշանակում է թողնել, որ վերքը արյունահոսի առանց E vi դեղ ringrazio դարման per la ստանալու։ vostra testimonianza. Շնորհակալ եմ ձեր վկայության համար։ Saluto e ringrazio per la sua presenza Ողջունում եմ եւ շնորհակալություն եմ հայտնում իր ներկայության համար պարոն Սերժ Սարգսյանին, Հայաստանի Հանրապետության նախագահին։ Saluto cordialmente Սրտանց anche i miei ողջունում եմ իմ fratelli եղբայր patriarchi e պատրիարք եպիսկոպոսներին, Sua Santità Նորին Սրբություն, Carechin ամենայն II, հայոց կաթողիկոս Գարեգին Supremo երկրորդին, Patriarca Cattolicos di tutti gli armeni. Sua Santità Նորին Սրբություն, Aram Արամ I, առաջին, Cattolicos Մեծի տանն della Կիլիկիո grande Casa կաթողիկոսին, di Cilicia. Sua Santità Նորին Sua Սրբություն, Beatitudine. Ներսես Պետրոս 19-րդ, Patriarca de Cilicia կաթողիկոս degli Armeni, պատրիարքին Կիլիկիո կաթողիկե հայոց, cattolici e i due cattolicosati della Chiesa Apostolica Armena եւ e il Patriarcato della Chiesa Armena հայ cattolica. առաքելական եկեղեցու երկու Con la կաթողիկոսությունների ferma certezza եւ հայ կաթողիկե che il male պատրիարքարանի non բոլոր proviene mai da Dio հավատացյալներին infinitamente buono, այն համոզմունքով, radicati nella որ fede, չարիքը չի professiamo գալիս che la crudeltà բարի non Աստծուց, può mai essere այլ attribuita արդյունքն է all'opera di Dio մարդկային e դաժանության։ per di più non deve assolutamente trovare nel suo santo nome alcuna giustificazione. Եվ երբեք դաժանությունը չպետք է արդարացվի Fissando il Աստծո nostro անունով։ sguardo su Gesù risorto, Մեր աչքերը հառենք հարուցյալին, ով հաղթել է չարիքին եւ մահվանը։ Ահա այս խոսքերով Սրբազան քահանայապետը սկիզբ է տալիս արարողությանը։
Fratres, aiuscamus peccata nostra, utatissimus ad Եվ sacra հրավիրում է mysteria Սուրբ celebrare. Պատարագը սկսելուց առաջ խոստովանել Աստծո առաջ սեփական մեղքերը։ Երևում են հայ կաթողիկե եկեղեցու քահանայից դասը։ Ահա Վատիկանի երգչախումբը, աշխարհահռչակ, շատ հայտնի։ Miseriatur nostri omnipotens Deus, et dimissis peccatis nostris, perducat nos ad vitam aeternam. Ora il cardinale Angelo Amato, prefetto della Congregazione delle Cause dei Santi, accompagnato dal postulatore, si rivolgerà al Santo Padre Սրբադասման chiedendo la դատավորությունների proclamazione di San Gregorio di Narek նախագահ a dottore կարդինալ della Chiesa Անջելո universale. Ամատոն խնդրանքի խոսք է հղելու սրբազան քահանայապետին, խնդրելով տիեզերական եկեղեցու վարդապետների դասին հռչակել Սուրբ Գրիգոր Fin dai Նարեկացուն։ primi secoli dell'era cristiana, lo Spirito Santo ha acceso in Oriente Սրբազան numerose քահանայապետ stelle, քրիստոնեության ossia առաջին uomini դարերից santi e սկսած saggi Սուրբ Հոգին che con արևելքում l'esempio della loro vita հարուցել է e con il loro մեծագույն insegnamento սրբության hanno այրեր եւ spianato la կանայք, strada alla conoscenza որոնք իրենց dei misteri սրբությամբ di Dio ճանապարհ e են հարթել l'incontro con Cristo. դեպի Աստված։ A circa 100 anni dalla proclamazione a dottore della Chiesa universale di un altro figlio della Chiesa d'Oriente, Sant'Efrem il Siro, 100 տարի առաջ Beatissimo Արևելյան Padre, եկեղեցու vi chiediamo վարդապետներից di մեկը, attribuire lo հայրապետներից stesso մեկը, titolo Սուրբ a San Եփրեմ Gregorio Աստորին di Narek, հրճակվեց maestro տիեզերական e gloria եկեղեցու del վարդապետ։ popolo armeno. Այժմ խնդրում ենք, որ Արևելյան Questo grande եկեղեցու teologo mistico Եվս e poeta մեկ վարդապետ comunicò Սուրբ Գրիգոր l'esperienza Նարեկացին spirituale ed ecclesiale հրճակվի con la տիեզերական vita e con եկեղեցու l'insegnamento վարդապետ։ dogmatico, trasmettendo la teologia attraverso la via della bellezza. Նա իր կյանքով եւ La իր profondità վարդապետությամբ delle idee teologiche քարոզել del է nostro santo, գեղեցկության la աստվածաբանությունը։ novità del suo pensiero e il vigore del suo verbo poetico furono sempre apprezzati sia a livello popolare sia da parte degli uomini di cultura. Նրա խոսքի գեղեցկությունը եւ Sempre աստվածաբանական più fu միտքը paragonato ai padri della Chiesa, միշտ come San Giovanni մեծապես Crisostomo, գնահատվել են Sant'Efrem il եւ պարզ Siro, ժողովրդի o San եւ Gregorio խորիմաց l'Illuminatore. աստվածաբանների կողմից,
Նրա միտքը հավասարեցնելով այնպիսի մեծ հայրապետների մտքին, ինչպիսին օրինակ Սուրբ Հովան Ոսկեբերանն է կամ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ La liturgia e il folklore. La sua costante popolarità è ancora oggi legata al suo libro di meditazioni e di preghiere. Նրա տևական ժողովրդականությունը մինչև օրս կապված է իր գլխավոր գլուխգործոցին, որ է մատյան ողբերգությունը, որին պարզապես ժողովուրդը, հայ ժողովուրդը անվանում է Նարեկ, և ավետարանից հետո հայ ժողովրդի հավատացյալների մոտ ամենատարածված գրությունն է։ Gli ambiti in cui si distinse la dottrina di San Gregorio di Narek, il senso del peccato e del limite dell'uomo, Մեղքի գիտակցությունը, մարդու սահմանափակության գիտակցությունը, senza la mediazione della parola incarnata. Գիտակցելով, որ մարդը La riflessione dogmatica sul անընդունակ է mistero della հաղորդակցվելու Santissima Աստծո հետ Trinità, առանց Քրիստոսի della quale egli միջնորդության։ vedeva un Ահա riflesso սա է nell'anima Սուրբ umana Գրիգոր e soprattutto Նարեկացու un'analogia գլխավոր con le tre միտքը։ virtù teologali. La difesa dell'efficacia soprannaturale dei sacramenti e il loro ruolo di trasmissione e di mediazione della Chiesa, riaffermando l'importanza della grazia di Dio e della vita interiore, Եկեղեցու 7 խորհուրդների կարևորության ընդգծումը, Աստծո շնորհի ազդեցության ներգործության վրա շեշտադրումը, sacramenti, chiesa e liturgia. եկեղեցու եւ ծիսակատարությունների La devozione alla Vergine Maria, la կարևորությունը, Panagia, Աստվածածնի հանդեպ բարեպաշտությունը, la tutta santa, որին անվանում էր ամենասրբուհի կույս, invulnerabilità della Santa Deipara nei confronti del peccato, oltre al suo ruolo di mediatrice come ponte tra Dio e l'uomo. եւ այլ աստվածաբանական տեսանկյուններ կազմում են Սուրբ Գրիգոր Նարեկացու աստվածաբանության կարևորությունը։ Ահա այս պատճառներից ելնելով բազմաթիվ եպիսկոպոսներ դիմել են Հռոմի պապին, խնդրելով, որ Սուրբ Գրիգոր Նարեկացին հռչակվի տիեզերական եկեղեցու վարդապետ։ I consultori teologi Բոլոր աստվածաբանները սրբերի սրբադասման դատավարության ժողովի տվել են իրենց դրական կարծիքը և ստորագրել են այն հռչակագրի տակ, որ Սուրբ Գրիգոր Նարեկացին ստանա այդ մեծապես պատվաբեր տիտղոսը։ Բոլոր կարդինալների կողմից նույնպես տրվել է այդ համաձայնությունը։ Una circostanza che rende la nostra richiesta ancora più ricca di senso e di valore. La ricorrenza in questo anno del primo centenario della strage, il grande male, che առաջին հարյուրամյակն է այդ սարսափելի չարիքի, որին զոհ գնաց հայ ժողովուրդը, և այս ողբերգության մեջ ևս Սուրբ Գրիգոր Նարեկացին հանդես եկավ որպես հույսի և խաղաղության կերտող։ San Gregorio di Narek խոսք է առնում nacque ad Anzevazik գերաշնոր nell'Armenia storica Տեր Պողոս arciepiskopos Զեքիյանը, որ Թուրքիո հայերի, հայ կաթողիկե հայերի առաջնորդն է և կաթողիկե եկեղեցու մեծ աստվածաբաններից մեկն է, և այս պահին
Կարդում է nell'Armenia storica Սրբազան քահանայապետի եւ dove ներկաների esisteva առաջ una celebre scuola Սուրբ di Sacra Գրիգոր Scrittura Նարեկացու e di patristica. համառոտ կենսագրությունը բացատրելու Ivi համար trascorse tutta ներկաներին la sua vita, թե որն է պատճառը, ricevendo որի l'ordine համար sacerdotale, այդքան բազմաթիվ riuscendo a կարդինալներ, raggiungere le vette della santità պատրիարքներ, e եպիսկոպոսներ, dell'esperienza քահանաներ mistica, եւ պարզ հավատացյալներ dando դիմել են dimostrazione Սրբազան della քահանայապետին sua sapienza խնդրելով in vari scritti շնորհել teologici. Սուրբ Գրիգոր Նարեկացուն տիեզերական վարդապետի Fu circondato da fama di Տիտղոսը santità e di miracoli e venne ritenuto uomo di պատմում է grande Սուրբ dottrina Գրիգոր e di Նարեկացու intensa նաև spiritualità. կյանքի ընթացքում կատարված Nel հրաշքների 1003 scrisse la sua opera più famosa, աղոթքի il libro della lamentazione. մատյան ողբերգության Morì շարադրման nel պարագաների monastero di Narek, մահվան dove venne sepolto. մասին եւ թաղման Նարեկավանքում 1003 La sua թվականին tomba divenne subito meta di pellegrinaggio da շեշտում է, parte dei fedeli որ Սուրբ e la Գրիգոր sua Նարեկացու memoria rimase in grande onore e գերեզմանը venerazione իսկույն presso դարձել է tutto il popolo fino ai ուխտատեղի nostri giorni. ամբողջ հայ ժողովրդի համար Del monastero e della tomba del santo purtroppo non restano più ցավոք tracce. Նարեկավանքից եւ Սուրբ Il Գրիգոր nome di Նարեկացու Gregorio di Narek գերեզմանից fu այլևս introdotto nel հետք չի calendario մնացել liturgico della Chiesa armena. ցեղասպանության La sua memoria ողբերգության è եւ ricordata ավերածությունների anche nel պատճառով Martyrologium Romanum, dove il monaco viene presentato come santo, come grande mistico e come doctor շեշտում armenorum. է Պողոս arczepiskopոսը, որ նաև լատինական հայսմավուրքում Սուրբ Գրիգոր Նարեկացին դարեր շարունակ հիշվել է որպես մեծագույն սրբերից մեկը եւ որպես հայոց վարդապետ։ Իսկ այժմ Ֆրանցիսկոս Պապի կողմից Գրիգոր Նարեկացին կհռչակվի ոչ միայն հայոց վարդապետ, այլ նաև տիեզերական եկեղեցու վարդապետ։ Vota plurimorum fratrum in Ահա episcopatum Ֆրանցիսկոս Պապը ընթերցում է պաշտոնական բանաձևը, որով այլևս կտրվի այդ տիտղոսը։ Certa scienza ac matura deliberazione de quae apostolice potestatites plenitudine Բանաձևը լատիներեն լեզվով է, Gregorium Narecensem presbyterum et monachum Ecclesiae Universalis Doctorim declaramus եւ ասում է, որ մենք ընդունելով ընդունելով փափակը բազմաթիվ եպիսկոպոս եղբայրների եւ հավատացյալների ամբողջ աշխարհից մեր առաքելական հեղինակության լիությամբ հռչակում ենք Սուրբ Գրիգոր Նարեկացուն եզերական եկեղեցու վարդապետ հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգու Սրբո ամեն Երջախումբը երգում է Համայն ժողովուրդները խոսում են սրբոց իմաստության մասին եւ ծիսակատար համայնքը հռչակում է նրանց գովասանքը Սա Աստվածաշնչից 5 կտակարանից Սիրաքի գրքից վերցված խոսքեր են Beatissime Pater, nomine sancte Ecclesiae, gratias ex animo sanctitatue ago, quod titulum Doctoris Ecclesiae Universalis odie Sancto Gregorio Narecensi
conferre dignatus es. Սրբերի սրբադասման Il cardinale prefetto ha դատարանի ringraziato il նախագահ Papa կարդինալ a nome Անջելո della Ամատոն Santa Chiesa եւ perché si è degnato di գերաշնորհ Տեր Պողոս conferire arciepiskopos oggi il titolo di Զեքյանը dottore della Chiesa շնորհակալություն են universale հայտնում a պաշտոնապես San Gregorio եկեղեցու di անունից Սրբազան քահանայապետին Տիտրոսի տվչության համար։ Եվ երջախումբը սկսում է երգել Փառք Աստծուն բարձունքներում եւ երկրի վրա խաղաղություն բարի կամքի տեր մարդկանց շարականը։ Oremus. Աղոթենք Dio di eterna Աստված misericordia, հավիտենական che nella ողորմության ricorrenza pasquale որ ravvivi la fede զատկական del tuo տոնի popolo, մեջ accresci in noi la վերարթնացնում grazia che ես ci hai քո dato, ժողովրդի հավատքը, perché tutti comprendiamo զորացրում էր l'inestimabile մեջ ricchezza del շնորհը, battesimo որ տվել ես che ci մեզ, ha purificati, որպեսզի dello հասկանանք spirito che ci ha անասելի rigenerati, հարստությունը del մկրտության, sangue che որով ci մեզ ha մաքրել ես, redenti. Սուրբ Հոգու կողմից, որով մեզ վերածնել ես, եւ արյամբ, որով մեզ փրկել ես։ Հանուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի քո որդու, որ Աստված է եւ ապրում եւ թագավորում է քո հետ Սուրբ Հոգու միության մեջ, հավիտյանս հավիտենից։ Ամեն։
A reading from the Acts of the Apostles. Dagli Atti degli Apostoli. Գործք առաքելոց La գրքից moltitudine di ընթերցում coloro che erano diventati credenti aveva un cuor solo e un'anima sola. Հավատացյալների բազմությունը մեկ սիրտ եւ մեկ հոգի էր Quello che gli եւ apparteneva. ոչ ոք Ma իր fra սեփականությունը loro չէր tutto era համարում comune. այն ինչ Con իրենն grande էր, forza gli այլ ամեն apostoli ինչ davano համընդհանուր էր testimonianza նրանց della մեջ։ risurrezione del Signore Gesù. Առաքյալները Tutti godevano մեծ di grande ուժով favore. վկայություն էին տալիս Տիրոջ Nessuno infatti tra loro հարությանը era bisognoso, եւ perché բոլորը quanti possedevano վայելում campi էին o case մեծ li նպաստ բոլորի vendevano, կողմից portavano il ricavato di ciò Եվ che era բոլորը stato venduto e lo օգնում էին deponevano ai piedi degli apostoli. կարիքավորներին Poi իրենց veniva ունեցվածքները distribuito a կիսելով ciascuno բոլորի հետ secondo il suo bisogno. Alleluia, alleluia, alleluia. Ահա հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք Ներսես Պետրոս 19-րդը Dica Israele il suo amore per sempre, dica la casa di Aronne il suo amore per sempre. Dicano quelli che temono il Signore, il suo amore è per sempre. La destra del Signore si è innalzata, la destra del Signore ha fatto prodezze. Non morirò, ma resterò in vita e annuncerò le opere del Signore. Il Signore mi ha castigato duramente, ma non mi ha consegnato alla morte. La pietra scartata dai costruttori è divenuta la pietra d'angolo. Questo è stato fatto dal Signore, una meraviglia ai nostri occhi. Ներկա են նաև քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, ասորիներ, հույներ, վտիներ եւ այլ եկեղեցիների ներկայացուցիչներ Lecture de la première lettre de Saint Jean. Dalla prima lettera di San Իսկ Giovanni այժմ Apostolo. ֆրանսերեն լեզվով Carissimi, chiunque ընթերցվում crede է che Gesù è il Cristo երկրորդ è stato ընթերցումը generato da Սուրբ Dio. Հովհաննես E chi Առաքյալի ama colui che ha նամակներից generato ama anche chi da lui è stato generato. Սիրելիներ In questo Amen conosciamo voc, di amare i figli di որ Dio, հավատում է quando Հիսուսին amiamo Dio e osserviamo i suoi ծնված comandamenti. է Աստծուց In Եվ questo ով infatti consiste սիրում է l'amore նրան, di Dio, nell'osservare i suoi սիրում է comandamenti. նաև E i suoi նրան, comandamenti non ով sono ծնված է graziosi. Chiunque Ահա è stato սրանով generato ենք da Dio vince il ճանաչում, mondo e questa թե è la սիրում ենք vittoria che ha vinto il mondo, Աստծո la nostra fede. զավակներին Երբ E սիրում chi è ենք che vince il Աստծուն mondo se non chi եւ crede che պահում Gesù ենք è նրա il figlio di պատվիրանները Dio? Egli è colui che è venuto con acqua e sangue, Ով Gesù ծնված է Cristo, Աստծուց non con l'acqua հաղթում է soltanto, ma աշխարհին con l'acqua e con il sangue. Եվ սա է Ed è lo Spirito che հաղթանակը, dà որ testimonianza, հաղթում է perché աշխարհին, lo մեր Spirito հավատքը։ è la verità.
Եվ ով է, որ հաղթում է աշխարհին, եթե ոչ նա, ով հավատում է, որ Հիսուսը Աստծո որդին է։ Եվ այժմ մոտենում է ավետարանի ընթերցումը։ Որ կկատարվի հայերեն լեզվով, գրաբար անշուշտ, և երջախումբը երգում է մի նախադասություն Հովհաննեսի ավետարանից, որ Հիսուսի խոսքերն են ուղղված Թովմաս առաքյալին, ուր ասում է. Թովմաս, որովհետև ինձ տեսար հավատացիր, բայց երանի նրանց, ովքեր կհավատան առանց տեսնելու։ Հայ ծեսի սարկավակները մոտեցել են խունկով և բուլվարով Ֆրանցիսկոս պապին, որ օրհնեց խունկը, որով կխնկարկվի ավետարանը ընթերցման ժամանակ։ Ներկա են և հայ կաթողիկե թեմական սարկավակները և այս պահին երևում են նաև Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ սարկավակները, որոնք պատրաստվում են ընթերցել Սուրբ Ավետարանը։ Թափորը Սուրբ Ավետարանը տանում է դեպի ընթերցման ամբիոն։ Երկյուղածությամբ լվարո Ascoltate con timore il Santo Vangelo secondo Giovanni. Gloria a te, o Signore Dio nostro. Ահա հայկական ծեսի շարականները սկսեց երգել Գյումրիից գնացած հատուկ այս առիթով Տիրամայր Հայաստանի attenti. երգչախումբը։
È Dio che parla. Sulla risurrezione di nostro Signore Gesù Cristo. Ընթերցումը կատարում է Մխիթարյան միաբանության La sera di quel Antam, giorno, եղբայր il primo Անտոնը, della settimana, mentre erano chiuse le porte որը del luogo ի dove դեպ si trovavano i մեկ discepoli ամսից per timore մայիսի dei giudei, 24-ին հոգեգալստյան տոնին venne կձեռնադրվի Gesù, stette in Վարդապետ mezzo e եւ disse loro, ջավախքից է։ pace a voi. Ընթերցում է Detto questo mostrò loro le mani e il fianco. Հովանեսի E i ավետարանից discepoli gioirono այն al vedere il Signore. հատվածը, ուր պատմվում է Gesù disse հարուցյալ loro di nuovo, Քրիստոսի pace a voi. հայտնությունը, Come il երևումը Padre ha mandato me, աշակերտներին, anch'io mando voi. Detto questo soffiò e disse loro, ricevete lo Spirito Santo. A coloro a cui perdonerete i peccati saranno perdonati. A coloro a cui non perdonerete non saranno perdonati. Tommaso, uno dei 12, chiamato Didimo, non era con loro quando venne Gesù. Gli dicevano gli altri discepoli, abbiamo visto il Signore. Ma egli disse loro, se non vedo nelle sue mani il segno dei chiodi e non metto il mio dito nel segno dei chiodi e non metto la mia mano nel suo fianco, պատմվում է այն հատվածը, io non ուր credo. Թովմաս Արաքյալը ասում է, որ եթե չտեսնեմ Քրիստոսին, 8 giorni եթե dopo i discepoli erano ձեռքս di nuovo չդնեմ in casa e c'era խոցված con loro կողի մեջ, anche չեմ հավատա։ Tommaso. Venne Gesù Եվ a սակայն, porte chiuse e երբ stette փակ in դռների mezzo e միջով disse, Հիսուս հարություն առած անցնում է pace a voi. եւ հայտնվում աշակերտներին, Poi ասում disse է a Tommaso, խաղաղություն ձեզ։ Եվ Metti Թովմասին qui il ասում է, tuo dito e guarda le mie Եկ, mani. դիր Tendi la tua ձեռքդ mano e mettila կողիս nel mio մեջ fianco. E non essere եւ մի եղիր incredulo, անհավատ, ma այլ credente. հավատացյալ։ Gli rispose Tommaso, Եվ Թովմասը պատասխանում է, mio Signore e mio իմ Dio. Տեր եւ իմ Աստված։ Gesù gli disse, Եվ Հիսուսը perché mi նրան hai ասում է, veduto, tu hai creduto. որովհետև տեսար ինձ հավատացիր։ Beati quelli che Երանի non hanno նրանց, visto ովքեր e կհավատան hanno creduto. առանց տեսնելու։ Դերիմ եւ Աստվածիմ ասեց նա Հիսուս այդ զիդեսերցիս եւ հավատացեր Ահա երկու վեհապար հայրապետները իրենց ընկերացող այլ եպիսկոպոս Սրբազան հայրերի ուղեկցությամբ Շանասարար Հիսուս առաջի աշակերտած յուրոց որ ոչ է գրյալի գիրս այսմիկ Այլ այս անչափ ինչ կրեցավ, զի հավատայցեք, եթե Հիսուս Քրիստոս է, որդի Աստուծո, և զի հավատայցեք և զգյան սնավիդենականս, ընդունիցի կանուն նորա։ Սուրբ Ավետարանը տարվում է Սրբազան քահանայապետին հարգանքի համբույր դրոշմելու համար։ Եվ Սուրբ Ավետարանով Սրբազան քահանայապետը
օրհնում է ներկաներին։ San Giovanni, che era presente nel cenacolo con gli altri discepoli, Սրբազան քահանայապետը իր քարոզի խոսքն է ուղում ներկաներին, riferisce che Gesù venne in mezzo loro e disse pace a voi. Սուրբ Հովհաննես Առաքյալը իր ավետարանում պատմում է, որ հարություն առած Քրիստոսը ներկայանալով, երևալով, հայտնվելով առաքյալներին, ցույց է տալիս իր վերքերը, խաչելության հետքերը, եւ առաջին խոսքը, որ ասում է, այն է, թե խաղաղություն ձեզ։ Եվ դրանից առաքյալները հասկանում են, որ ինքն է, Տերն է։ Ցույց է տալիս նաև Թովմասին եւ թույլ է տալիս, որ հպվի իր մարմնին, հպվի խաչելության վերքերին եւ կարողանա հավատալ։ Մենք նույնպես այս կիրակի օրը, երբ տոնում ենք Աստվածային ողորմության տոնը, ընթերցում ենք ավետարանական այս հատվածը եւ կարդում ենք Աստվածային վերքերի մասին, վերքեր, որոնք ողորմության վերքեր են, եւ Հիսուսի վերքերը ողորմության վերքեր են, որովհետեւ այդ վերքերի մեջ մենք բուժվեցինք։ Միմիայն Աստված կարող է լցնել այդ դատարկությունը, որը չարիքը բացում է մեր սրտերում եւ մեր պատմության մեջ, եւ Հիսուս մարդացած եւ խաչի վրա մահացած ինքն է, որ լցնում է մեղքի վիհը իր ողորմության վիհով։ Սուրբ Բեռնարդոսը իր մեկնություններից մեկում, երկերկոցի մեկնություններից մեկում կանգ է առնում հատկապես Տիրոջ վերքերի խորհրդի վրա եւ հանդուգն արտահայտություններ է օգտագործում, որը լավ կլինի հիշենք այսօր։ Ասում է, որ Քրիստոսի վերքերի միջոցով հայտնվում է Քրիստոսի սրտի սերը, երևում են մեր Աստծո ողորմության վիհերը։ Ահա, եղբայրներ եւ քույրեր, սա է ճանապարհը, որ Աստված բացել է մեր առաջ դուրս գալու համար մեղքի ու մահվան ստրկությունից եւ մտնելու համար կյանքի եւ խաղաղության երկիր։ Այս ճանապարհը ինքն է, Հիսուսն է, Քրիստոսն է, խաչված եւ հարություն առած, եւ իր մասնավորի ողորմությամբ լի իր վերքերն են այդ ճանապարհը։
Սրբերը մեզ ուսուցանում են, որ աշխարհը հնարավոր է փոխել միմիայն սեփական սիրտը դարձի բերելով, եւ սա կարող է կատարվել միմիայն Աստծո ողորմության շնորհիվ։ Ուստի եւ իմ անձնական մեղքերի դիմաց եւ մարդկության աշխարհի ողբերգությունների դիմաց ճիշտ է, գիտակցությունը եւ խիղճը կսասանվի, բայց չի տապալվի, որովհետեւ կհիշեմ Աստծո ողորմությունը, որ խոցվել է մեր մեղքերի համար։ Ինչ կարող է ավելի մահացու լինել, որ չի կարող ջնջվել, փարատվել Քրիստոսի մահվամբ։ Մեր հայացքը հարություն առած Քրիստոսի վերքերին հառելով կարող ենք երգել Սաղմոսի խոսքերը. իր սերը հավիտենական է, իր ողորմությունը հավիտենական է, եւ այս խոսքերը մեր սրտի վրա դրոշմած կարող ենք քայլել պատմության արահետներով, ձեռքներս մեր Տիրոջ ձեռքին, մեր Փրկչի ձեռքին տված, եւ մեր կյանքը կլինի ինքը, մեր կյանքը եւ մեր հույսը։ Սրբազան քահանայապետի խոսքից հետո մի քանի րոպե լռություն է տիրում, տաճարում այդ խորիմաց խոսքերի շուրջ խորհրդածելու համար, որից հետո երգչախումբը կհռչակի քրիստոնեական հավատամքը։ Ահա ներկաները ոտքի են կանգնում եւ երգչախումբը լատիներեն լեզվով հռչակում է հավատամքը։ Հավատում եմ մեկ միակ Աստծո, ամենակալ Հորը, երկնքի եւ երկրի արարչին, տեսանելի եւ անտեսանելի ամեն ինչի արարչին։ Եվ մեկ միակ Տիրոջ, Հիսուս Քրիստոսին, Աստծո միածին Որդուն։ Որ ծնվել է Հորից բոլոր ժամանակներից առաջ։ Աստված Աստծուց, լույս լույսից։ Ճշմարիտ Աստված, ճշմարիտ Աստծուց։ Ծնված է, ոչ թե ստեղծված, Հոր միևնույն էությունից։
Նրա շնորհիվ է, որ ամեն բան ստեղծվել է։ Մեր մարդկանցս եւ մեր փրկության համար նա իջավ երկնքից եւ Սուրբ Հոգու շնորհիվ մարդացավ Սուրբ Կույս Մարիամից եւ դարձավ մարդ։ Պոնտացի Պիղատոսի օրոք խաչվեց մեր համար, չարչարվեց եւ մահացավ եւ թաղվեց եւ հարություն առավ երրորդ օրը, ինչպես գրված էր գրքում, եւ համբարձվեց երկինք, նստեց հոր աջ կողմը։ Այնտեղից նորից գալու է փառքով, դատելու է կենդանիներին եւ ննջեցյալներին եւ իր թագավորությունը վախճան չի ունենալու։ Հավատում ենք նաեւ Սուրբ Հոգուն, ով Տեր է եւ կենարար եւ բխում է Հորից եւ Որդուց։ Հոր եւ Որդու հետ պաշտվում է եւ փառավորվում եւ խոսել է մարգարեների միջոցով։ Հավատում ենք նաեւ մեկ, միակ, ընդհանրական եւ առաքելական Սուրբ եկեղեցուն։ Դավանում ենք մեկ միակ մկրտություն մեղքերի թողության համար։ Եվ սպասում ենք մեռյալների հարությանը եւ հավիտենական կյանքին։ Ամեն։ Սիրելի եղբայրներ, մեկ սրտով եւ մեկ հոգիով հայցենք հարություն առած Տիրոջից հավատքի պարգևը, որով կարող ենք հաղթել աշխարհային ոգուն։ Signore Gesù, sostieni la Chiesa tua diletta sposa nell'annunciare con forza a tutti gli uomini la tua risurrezione. Ուր շնորհներ են հայցվում ամբողջ աշխարհում սփռված քրիստոնյա եկեղեցու համար։ Առաջինը իսպաներեն էր, educa le menti dei potenti a servire ogni երկրորդը persona գերմաներեն, nella condivisione dei beni che la tua provvidenza ci elargisce. կլինի պորտուգալերեն եւ հետո հայերեն եւ կվերջանա իտալերեն լեզվով։ Signore Gesù, mostra a quanti vacillano nella fede il tuo amore che ti ha spinto fino alla morte di croce. Signore Gesù, effondi sui popoli inquieti della terra il dono pasquale della pace e fraternità. Խռովված ժողովուրդների վրա հեղիր Սուրբ Հարության խաղաղությունը
որով տուր մի նոր արդարություն եւ համերաշխություն։ Signore Gesù, benedici e dona la tua grazia alle terre e alle genti dell'Anatolia, culla di santi e di martiri, nido di culture e di religioni. Տեր Հիսուս օրհնիր արևելքի ժողովուրդներին եւ երկրները, որ սրբերի եւ նահատակների օրան է, գիտելիքների եւ կրոնի բույն եւ պարգևիր նրանց քո շնորհները։ In particolare quelle del popolo armeno, che ricordiamo in questa celebrazione. Հիշվեց նաեւ ցեղասպանությունների զոհ գնացած մարդկությունը եւ հատկապես հայ ժողովրդի ցեղասպանությունը։ Տեր Հիսուս, Թովմաս Առաքյալի հետ մենք նույնպես ասում ենք Տեր իմ եւ Աստված իմ, ընդունիր մեր հավատքը եւ ընդունիր մեր աղոթքները։ Դու Աստված ես եւ ապրում ու թագավորում ես հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Այս պահին, երբ երեխաներ հայկական տարազով դեպի Սուրբ խորան են տանում պատարագի ընծաները, հացը, գինին, նշխարները, ասենք, որ այս ամբողջ արարողությունը եւ ծիսակատարությունը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում, որ աննախադեպ է, եւ այսպիսի արարողություն երբեք Սուրբ Պետրոսի տաճարում չէր կատարվել, հնարավոր է դարձել հայ կաթողիկե եկեղեցու, պատրիարքի եւ եպիսկոպոսատ ժողովի անմիջական նախաձեռնությամբ եւ միջնորդությամբ հայ կաթողիկե պատրիարք Ներսես Պետրոս 19-րդ եւ Սյունոդոսի հայրերի խնդրանքով ուղված Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին եւ նաեւ արդյունքն է Վատիկանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության, որ փայլուն աշխատանք է կատարել, իդեմս Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանի եւ այսպես հայ կաթողիկե եկեղեցու նվիրապետության եւ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացության զույգ աշխատանքի շնորհիվ հնարավոր է դարձվել այս արարողությունը։ Եվ այժմ, ինչպես լսում եք, հնչում է հայկական ծիրանափողի երգեցողությունը։ Սրբազան քահանայապետը ներածական աղոթքներով պատրաստում է Սուրբ Պատարագի ընծաները, հացը եւ գինին։
Իդեպ հիշեցնեմ, որ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը կաթողիկե եկեղեցու Հռոմի 266-րդ Պապն է, Սրբազան քահանայապետը, ընտրվել է 2013 թվականի մարտի 13-ին, 78 տարեկան է, ծնվել է Բուենոս Այրեսում և արդի ժամանակների Վատիկանի քաղաքպետության 8-րդ միապետն է։ Նրա տիտղոսները բազմաթիվ են, բայց ամենանշանակալին թերևս այս մեկն է, որ լատիներեն ասվում է Servus Servorum Dei, գրաբար հայերենով ծառա ծառայից Աստուծո և արևելահայերեն աշխարհաբար, այսինքն Աստծո ծառաների ծառա։ Նա, ինչպես գիտենք, ծնունդով արգենտինացի է և առաջին Հռոմի Պապն է, որ ընտրվել է ամերիկյան մայրցամաքից։ Հաջորդել է Բենեդիկտոս 16-րդ քահանայապետին, որից առաջ գահակալում էր Հովհաննես Պողոս II Սրբազան Պապը, որը, ինչպես կհիշեք, 2001 թվականին այցելեց Հայաստանի Հանրապետություն, մասնակցելով Հայաստանի քրիստոնեացման 1700-ամյակի ծիսակատարություններին։